մեր հայրենակիցները թող վստահ լինեն, որ այդ մանդատները ոչ մի բան բացի բռնաճնշումներից չեն տալիս։ Բոլոր ով մանդատի տեղերում է, բոլորը մի հատ անցնելու են ԱԾՄ մեկուսարանով նոր այդ մանդատը ունենան։ Հանգիստ եղեք, ոչ մի լավ բան չի տալի, եթե պետքա այդ աշխատավարձ բան ամեն ինչից մենք դրա հետաքրքրությունը կարիքը չունենք, ժողովուրդ, հիմնական կարիքը էս մարդուն փոխելն է։ Բոլոր մարդիկ, ովքեր ցուցակով մանդատների ձևաչափի մեջ են, այսինքն անցնում են ազգային ժողով, իրենք բոլորը բռնաճնշումների տակ են լինելու, իրանք էլ գիտեն, մենք էլ գիտենք, մեր ընկերներն են, բոլորը այդ խոսել են։ Խնդիրը ուրիշ է, խնդիրը նա է, եթե չենք վերցնում, արդյոք ձեզ ֆինանսավորող կուսակցության ղեկավարը չի դիմելու սահմանադրական դատարան, որ մյուս կուսակցությունները անցնեն, օրինակ շնորհապետական եւ մյուս կուսակցությունը, արդյոք այդպիսի բան լինելու է, թե չէ, կարող եք ճշտել իրենցից, կարող եք իրենից ճշտել, արդյոք սա գործիքակազմ չէ, որ անցկացնին այնպիսի ընդդիմության, ում հետ հնարավոր կլինի գալ ընդհանուր եզրերի։ Կանցնեք խորհրդարան, ինչպես եք պատկերացնում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհը, նաև խոսում եք քուշքի քաղաքացիական պայմանագրից բերելուն եք քուշքի անունները կարող եք տալ, ովքեր են որ պիտի խմբեից ըստ չան եւ ասման Շատ լավ։ Նախ ներողություն եմ խնդրում մեջքով կանգնելու համար եւ երկրորդը պատասխանեմ այդ հարցին։ Հեռացնելու Հայաստանում իշխանությանը հեռացնելու մի տարբերակ կա ամենաէֆեկտիվ։ Դա փողոցի եւ օրենսդիրի համակեցությունն է։ Եթե փողոցում տասնյակ հազարավոր մարդիկ լինեն, օրենսդիրում 0 ընդդիմադիր, փոփոխությունը գրեթե անհնար է լինելու։